Հռոմի Պապի մասին, որը զատիկը մասնակցեց եւ եկեղեցական արարողությունը բոլոր զատիկին վերաբերյալ կատարեց եւ հետո մի քանի ժամ հետո մահացավ Հռոմի Պապը 5:30 րոպե Հռոմի ժամով մահացավ 7:35 րոպե հայտարարեցին զատիկը ամենակարևոր ծեսն է օրն է քրիստոնեայի համար որտեղ Հիսուսի խաչելությունը եւ հայրություն առնելը քրիստոնյաները նաեւ տարբեր ծեսեր ունեն տարբեր Հիսուսի ծննդյան օրը Քրիսմասը օրինակի համար եւ այլն ուրիշ նաեւ օրեր գոյություն ունի բայց ոչ մեկը այդպես չի ինչ որ զատիկն է եւ այդ թվում է ինքը հիվանդ էր այսինքն փետրվարի 15-ից հետո հիվանդ է եղել անընդհատ հիվանդանոցում էր ամեն օր ասմին վիճակը վատանում է հետո ասմին ավել լավացավ այսպես եւ կարողացան մնալ մինչեւ ողջ մնալ մինչեւ զատիկ եկավ Վատիկան եկավ այսպես այդ տաճարը իր հանդիպեց հանրությանը եկեղեցական արարողությունը զատիկվա առիթով կատարեց հետո մի քանի ժամ հետո մահացավ սա տարօրինակ երևույթ է 2013 թվին ընտրվել էր որպես փոփ կամ եկեղեցական պաշտագույն անձը եւ երբ որ Բենեդիկտ Պապը հրաժարվեց, ասաց ես լավ չեմ զգում, անսովոր մի բան արեց Բենեդիկտը եւ ահա այդպիսով առիթ եղավ իր համար։ Ինքը եղել էր Արժանտինայի այսպես եկեղեցապետը կամ կարդինալը Արժանտինայում։ Արժանտին էր ծնվել, այդտեղ էր մեծացել, բայց իր ծնողները իտալացիներ էին։ Արժանտինայի, այսինքն Իտալիայից եկել էին Արժանտին, հետո այդտեղ ծնվում է ինքը, այսպես մասամբ իտալացի ծագումներ, ինչպես հայը կարող է ուրիշ երկրում ծնվի մեծանա, ամենայն դեպս տիրապետում էր անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն լեզուները տիրապետում էր եւ շատ սեր ուներ, որ չքավորների հետ հանդիպի։ Արժանտինայում երբ որ կարդինալ էր բասով կամ գնացքով էր գնում կամ այդպես քաղաքում, քանի որ կարդինալներ ունենում են շոֆեր, ունենում են մեքենա, անգամ երբ Հռոմ եկավ, միշտ Հռոմի պապերը գեղեցիկ լիմուզին են ունենում, ասած ես դրա մեջ չեմ նստելու։ Եվ Հռոմում, այսինքն Վատիկանում Պապը ինքը մնում է այդ եկեղեցու տարածքում, գիտեք Վատիկանի այդ եկեղեցին ամենախոշոր եկեղեցին աշխարհում։ Այդտեղ իրենք բնակարան ունեն շատ գեղեցիկ, շատ մեծ սրահներով, տարածքներով, ասած այդտեղ չեմ ապրելու։ Իրեն համար ապարտման վարձին այնտեղ էր մնում ինքը։ Ամենայն դեպս շատ ցանկություն ուներ ժողովրդի հետ լինի, չքավորի հետ լինի, չքավորի հետ շփվի, այսպես տրամադրություն ուներ այս պապը։ Եվ միշտ պապերը ընդունում են, նախկին պապերի անուններ էին ընդունում, ինքը այդպես չարեց, իր անունը Պոպ Ֆրանսիս ընդունեց, այդ անունը ընդունեց, որ եկեղեցապետ չէր եղել, եկեղեցական էր եղել, բայց Հռոմի պապ չէր եղել, այդ անունվան տակ առաջին անգամ էր։ Հիմա ես ուզում եմ ցույց տալ այդ արարողությունները, ինչ որ հիմա տեղի ունենում Հռոմում 25,000-ից ավել մարդ, տեսնում եք իր տագաղի կողքից անցել են, այսքանի օրը ու շարունակվելու է, այսպես, եւ տեսնում եք այդ արարողություն, ինչ որ այնտեղ կատարվում էր այսօր։ Հիմա նաև կարդինալները, 135 կարդինալներ կհավաքվեն, որ ապագա պապին ընտրեն։ Եվ այսպես տեսնում եք,
ինչ էր տեղի ունենում այսօր Հռոմի պապը տեսնում եք այդտեղ ցանկություն ունեցավ, որ այսպես տարրական դագաղի մեջ տեղադրվի իր մարմինը, ոչ թե շքեղ, այսպես դագաղ վերցնեն եւ այլն։ Այստեղ տեսնում եք արարողությունը այնտեղ Հռոմում։ Եվ ասեն է ցանկություն չունի այդ տարածքում թաղվի, այլ մոտակա եկեղեցու տարածքում կթաղվի ինքը, ի տարբերություն ուրիշները պապերը թաղված են հենց այդ տարածքի մեջ։ Հիմա իրեն թաղման արարողությունը տեսնում եք Պալիումում եւ տարական հագուստներով շքեղ մի բան չէր, այդ բոլորը ինքը ասել է ինչքան կարելի է տարական լինի եւ մի քանի կոպեկներ է որ իր հետ տանելու են, որովհետեւ ցույց է տալու այս Հռոմի պապը երբ է մահացել, որտեղ է որ թվին է եղել եւ իր նկարը լինելու է եւ նաեւ լինելու է դոկումենտները լինելու, որ իր նստաշրջանի ժամանակվա աշխատանքները այդտեղ գրվելու, իր հետ թաղվելու են բոլոր դրանք, որ ապակայում եթե հարկ եղավ տեսնեն, որ պապն է եղել, ինչ է եղել, բոլոր այդ տվյալներ։ Սպիտակ ինչ որ ծուխը տեսնում եք, կարդինալները հիմա պիտի հավաքվեն պապ ընտրեն։ Եթե սպիտակ ծխնելույզից սպիտակ գույն տեսնեն, այսինքն կարդինալները կարողացել են համաձայնության կան եւ ընտրեն նոր պապ։ Անցյալ անգամ, երբ որ Պոպ Ֆրանսիսը ընտրվեց, 5 անգամ քվեարկեցին եւ երբ որ չեն կարողանում ընտրեն, որովհետեւ մասամբ օրը 2 անգամ քվեարկում են եւ այսպես TV իջնում է, մինչեւ վերջնական ընտրում են, սև ծուխն է այս ծխնելույզից, սև է, այդ ծուխը ինչ որ ելնելու է, իսկ եթե այսպես լինի, այսինքն եկել են համաձայնության 2/3-ը կարդինալներից քվեարկեն են, որ ընտրեն են, պետք է առնվազն 2/3-ը համաձայնվեն։ Ասացի տարբեր փուլում քվեարկում են, այդ Պոպ Ֆրանսիսի համար 5 անգամ քվեարկեցին, մինչև իրեն ընտրեցին։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, խոսեմ Չինաստանը եւ Ամերիկայի ինչ որ նախագահ Թրամփը պահանջել է թերիվ հարկ պահանջեն, ինչ որ Չինաստանից գալիս է այստեղ, դրա մասին խոսեմ, նրանից հետո Հարվարդ համալսարանի մասին պիտի խոսեմ, իսկ եթե դուք ցանկություն ունեք, աֆիս վարձեք, Քոլորադո փողոցի վրա շատ մոտիկ Չևիչեյսին 2 աֆիսներ կա, այս երկրորդ հարկում այս շենքի, որ ավելյալ տեղեկության համար կարող եք զանգարեք այս հեռախոսի համարին, գեղեցիկ, նորաշեն շենքի մեջ 2 շատ գեղեցիկ աֆիսներ են, շատ բարձր, այսինքն առաստաղը շատ բարձր է, այսպես մեր ժողովրդի ասած սրտված սենյակներ են, եւ սա հեռախոսի համարն է, որ կարող եք իրենց հետ խորհրդակցեք, խոսեք վարձելու համար։ Ալեքս Արոնյանն է ովանավորում ծրագիրը, եթե դուք Դուբայում ցանկություն ունեք ապարտման, այսինքն քանդո գնեք կամ առանձնատուն գնելու համար իր հետ խորհրդակցեք։ Այնտեղ եթե դուք որոշ գումար ծախսեք այդպես ապարտմանը կամ այսինքն քանդոն կամ առանձնատուն գնեք, ոսկե վիզա կարող եք ստանալ, որ 10 տարի կարող եք գնալ գալ շատ հանգիստ առանց խնդիրների։ Եվ գիտեք Դուբայը զարգանում է, անընդհատ զարգանում է, այսինքն որ մի բան է գնում տարեց տարի
արագորեն թանկանում են եւ մի կարեւոր հարց, որ եթե գնում եք այսպես down մի գումար 20% եւ այլն տեղադրում եք, տոկոս գոյություն չունի, Դուբայում տոկոս չեն վճարում, անօրինական է, չեն կարող տոկոս պահանջել, զանգարեք ավելի տեղեկություններ։ Ծրագիրը ովանավորում է Prime Med Pharmacy ովանավորում է ծրագիրը։ Prime Med Pharmacy ձեզ է առաջարկում տեղերի կարիք ունեք, իրենց զանգարեք։ Հեռախոս շատ հեշտ 818 6 000 777 եւ ես ուզում եմ ձեզ առաջարկել, եթե մի տեղատունից ստանում եք, իրենց առարկումից գոհ չեք, իրենց delivery-ից գոհ չեք, եթե իրենց չեք ավանում իրենց, պրոբլեմ կա եւ այլն, զանգարեք այս հեռախոս համարին ձեզ մոտ նշանակեք եւ տեղափոխեք ձեր տեղերը իրենցից վերցրեք։ Կարավան ռեստորանն է ովանավորում ծրագիրը, Կարավան ռեստորանը գտնվում է Գլենոքս փողոցի վրա, Grand View փողոցին շատ մոտ է։ Ճաշ է առաջարկում ամեն օր, կարող եք ճաշ պատվիրեք եւ ամեն օր ձեզ առաջարկում են հարիսա։ Կարավան ռեստորան 1108 West Glennox Skverադարը։ Նախագահ Թրամփը միշտ ասում էր America First եւ եկավ ասած բոլոր երկրները, ինչ որ բիզնես են Ամերիկայի հետ անում, պետք է հարկ վճարեն, որ եթե որևէ ապրանք ներմուծվում է այդ երկրից, պետք է իրենք հարկ վճարեն այստեղ։ Անցյալում այսպես էր, որ 3.6%-ի չափ էր, ինչ որ որևէ երկրից գալիս էր այստեղ, այդպես հարկ էր պահանջում, որովհետև ծախս ունի, երբ որ բերում եք Ամերիկա, պետք է չեք անել, պետք է աշխատանքները կատարվել, գրվում է այնտեղ եւ այլն։ Ուրիշ երկրներ նաեւ հարկ էին պահանջում, որոշ երկրներ հենց այսպես, օրինակ Եվրամիության երկրները մոտարապես 4%, շատ մոտիկ Ամերիկային հարկ էին պահանջում։ Որոշ երկրներ Հնդկաստանի նման 17%, ինչ որ Ամերիկայից գնում էր, այնտեղ հարկ էին պահանջում։ Թրամփ ասաց, մեզ կողոպտում են ուրիշ երկրները Ամերիկային կողոպտում են, ուրեմն բոլոր պետք է հարկ վճարեն, կապված ինչ երկիր, օրինակ Վիետնամից, այստեղ ապրանք շատ ներմուծվում է, այստեղ 46% ասած պետք է նրանք հարկ վճարեն, որևէ բան ղրկում են այստեղ։ Ուրիշ այսպես երկրները, բոլոր երկրների ցանկի հիման վրա սրանք հարկ պիտի վճարեն։ Հիմա իսկ հետո իրեն ասացին, որ սա մեծ պրոբլեմ է լինելու, ամեն ինչ խիստ թանկանալու է, որովհետև ինչ որ գալիս է այստեղ հարկ պահանջեն, այսինքն նա որ գնում է այդ ապրանքը պետք է այդ հարկը վճարի, որովհետև պատկերացրեք ապրանքը $10 է, օրինակ Չինաստանին ասած 145% հարկ պիտի վճարեն, ուրեմն եթե ապրանքը $10 է, Չինաստանից եկեն այստեղ ուրեմն 140, $14.50 պատկերացրեք Չինաստանը, այդ ով որ բիզնեսմենը բերեն է, պիտի հարկ վճարի, ուրեմն այս ապրանքը կդառնա $24.50, բայց գնողը, ես դուք եւ մնացածը ով որ գնում է այդ ապրանքը, տելեֆոն եք գնում, բաժակ եք գնում, չգիտեմ այդ բոլորը ուրեմն ավել թանկ է լինելու սովորական մարդու մոտ։ Հետո իրեն խորհուրդ տվին, որ ուրիշ երկրները ասաց, որ 90 օրով պետք չի հարկը վճարեն, մինչև հետո որոշ։ Իսկ Չինաստանին ասաց նախապես ավել քիչ էր, ամենայն դեպս 145 միջին, որոշ ապրանքներ Չինաստանից կացող 169%-ով, որ այստեղ մանրամասնությունը ցույց էի տվել ձեզ, ինչ ապրանքի վրա ինչ պահանջում են, բայց ընդհանուր 145%, այսինքն հարկն է ինչ որ պահանջում էր։ Հիմա Չինաստանն էլ իրենք ասացին ինչ որ ուրեմն Ամերիկայից գա Չինաստան 125%-ով հարկ ենք պահանջում, եթե դուք 145 եք պահանջում։ Հիմա նախագահ աշխատում է նրանց հետ բանակցի, բայց իրենք շատ հետաքրքրություն ցույց չեն տալիս, քիչ հետո ցես կասեմ իրենք ինչպես են մոտենում այս հարցին Չինաստանը։ Եվ մտահոգված, որովհետև stock market-ը խիստ
անկում արձանագրեց, որ 50 տարի այսպես անկում ապրիլ ամսվա ընթացքին stock market այդ փայատերությունը այդպես վիճակում չի եղել անցյալ 50 տարվա ընթացքին։ Հիմա նաև ինքը ասում է, որ խոստիրենք ասել են, որ գալու են բանակցելու, իսկ Treasury Secretary Երևանքի նախարարը ասում է պետք է բանակցենք, բայց բան չեն ասել իրենց։ Այսպես այս վիճակն է հիմա, որ ես ուզում եմ ցույց տալ այսօր Չինաստանը ինչ ասած։ Հիմա այստեղ տեսնում եք cargo ship Չինաստանից գալիս է ամենավատը Չինաստանի հարցը, որովհետև Չինաստանը ամենամոտիկ նահանգը Չինաստանին հենց Կալիֆոռնիան է եւ մեծամասնություն 40% ինչ որ ղրկում է այս երկիր իջնում է Կալիֆոռնիա իսկ այս թերիֆի հարկի պատճառով 44%-ով ավել քիչ է այդ ինչ որ Չինաստանը ղրկում է stock market-ը այսօր որոշ անկում արձանագրեց եւ որոշ նաեւ բարձրացավ, ինչպես տեսնում եք Dow Jones-ը բարձրացել էր, տեսնում եք այստեղ նախագահ Թրամփն է, որ ասում է շուտով Չինաստանի հետ թերիֆը իջեցնելու եմ, մոտարապես կեսի է իջեցնելու 60%-ի ասել։ Հիմա ռիպորտերներն են հարցնում, որ ինչքան արագորեն այդ հարկը որ պահանջում ես կիջեցնես հարցնում են Թրամփին այսօր բայց ինքը հստակ մոտարապես պատասխան չի տալիս ասում է շուտով որտեղ հույս ունի որ Չինաստանը կգա բանակցելու բայց նրանք շտապ չեն սա վեսը Treasury Secretary-ն է կամ ելևմտքի նախարարն է որ ինքը ասում է նախագահը եթե ասում է America first առաջին տեղը Ամերիկան է դա չի նշանակում բոլորի համար է խոսում ասացի Թրամփը ասում է բանակցում են իսկ ինքը նախարարը ասում է դեռ միջև հիմա չենք խոսել Չինաստանի ղեկավարների հետ ներկայացների հետ չենք խոսել իսկ այսօր ավել շուտ 3 Target-ի, Walmart եւ Home Depot ամենամեծ ընկերությունները բացի Amazon-ը, սրանք որ խանութներ ունեն, 3 ամենամեծ կամփանիները Target, Walmart, Home Depot հանդիպեցին Թրամփի հետ, ասացին իրենց խանութները եթե այդպես է ապրանք չի լինելու որ կարողանան վաճառեն որովհետև մեծամասնությունը ինչ որ բերում են Չինաստանից է գալիս իրենց մտահոգությունը արտահայտվեցին նախագահի ուշադրությանը բերին հիմա Իլոն Մասկ որը իրեն աշխատանք թողել էր եւ նախագահի խորհրդատուն էր Tesla-ի stock-ը նաև 41%-ով այս վերջին ժամանակում իջել է մարդիկ բարգացած են Tesla ընկերության ղեկավարի եւ հրդեհում են իր մեքենաները ինքը ասում է որ խնդիրներ է եղել որ ես այստեղ եմ այսինքն սպիտակ տանում աշխատում է եւ government efficiency կամ ինչ որ կոչվում է DOGE տեսնում եք այդտեղ եւ ասում է որ այդ աշխատանքը շատ կարևոր է որպեսզի ամերիկան դեֆիցիտ չունենա բյուջետային ամերիկան ավել շատ ծախսում է քան թե ինչ եկամուտ ունի ասում է դրա վրա է աշխատում դա եմ օգնում նախագահին իսկ Չինաստանը ասում է մեր դռները բաց է Ամերիկային եթե ուզում են բանակցեն որտեվ Թրամփը միշտ ասում էր որ իրենք կգան բանակցելու իրենք ասում են որ Եթե ցանկություն ունեն, թող մեզ հետ բանակցեն եւ բանակցության միջոցով հարցերը կարող են լուծել, ասում է Չինաստանի արտգործնախարարը։ Ինչ որ ցեզ ասացի, այս մեծ ընկերությունները մտահոգություն են հայտնում եւ Թրամփին, երբ որ հանրության հարցրեն են, որ Թրամփը տնտեսությունը ինչպես է տնօրինում 37%-ը իր աշխատանքը հաստատում են, ասեն շատ գեղեցիկ է կատարում։ Իսկ նրանք որ մտածում են, որ ճիշտ աշխատանք չի կատարում Թրամփը 51%
բարգացած են։ Իսկ հիմա ինչ որ այդ գանձապահը կամ Treasury Secretary Trump-ի ասում է հիմա, նույնը ասում ինչ որ Biden-ի Treasury Secretary-ն եք տեսնում, այդ տիկնոջ որ տեսնում եք, որ այն ժամանակ ասել էր America First, այն ժամանակ ասել էր այս կինը, որովհետև Trump արդեն այդ խոսքերն էր արտահայտվում 2021-ի նախքան Trump-ը նորից ընտրվի, որ ասում էր, որ միասնական պետք է բոլորը հաջողեն, բոլոր երկրները հաջողեն։ Չինաստանի նախագահն է, որ հիմա թվում է Trump-ի գոնե ցանկությունն է, որ իր հետ հանդիպի եւ այս բարդությունները կարողանան լուծել։ Ես ուզում եմ դադար վերցնել, երբ վերադառնամ Հարվարդ համալսարանի մասին, հրդեհի մասին պիտի խոսեմ եւ Real ID, որ եթե ճամփորդում եք, որը կլինի հեշտ ու ճամփորդեք, եթե ունեք Real ID, եթե չէ պիտի վերցնեք, իսկ ծրագիրը հովանավորում է Երևան Shipping հովանավորում է ծրագիրը։ Երևան Shipping դրանից որ գումար պիտի փոխանցեք, նաև ծանրոց կարող եք ղրկել Հայաստան իրենց միջոցով։ Հատուկ զեղչ են նկատի առել, եթե մեքենա ուզում եք ղրկել Հայաստան, կամ կահույք եք ուզում ղրկել, մեծ ֆուրնիչեր ունեք, եթե պիտի վերադառնաք, անձիկ կամ որ ցանկանում են հիմա գնան Հայաստան բնակվելու, ձեր մեքենան, կահույքը, բոլորը պիտի փոխանցեք, ուրեմն տեղափոխելու համար օգտվեք Երևան Shipping-ի ծառայությունից։ Յուրահատուկ ասացի զեղչ է նկատի առնվել, ամենացածր արժեքները ձեզ կներկայացնեն, փորձեք ուրիշ տեղ կտեսնեք իրենց կինը ինչպես տեսնում եք, $1000 փող ուղարկեք, $10 եք վճարում, $100 ուղարկեք, ընդամենը $1 եք վճարելու։ Որևէ տեղ այդպես բան չկա, 3.5-ից 5% են պահանջում, սա 1% պահանջում են։ Եվ ծանրոցը ղրկելուց կինը խիստ իջեցրել են $2.99 pound-ը օդանավով, մասամբ հենց այնքան է, ինչ որ ծանրոցը օվկիանոսի միջոցով, նավի միջոցով ղրկեք Հայաստան 2.5 ամիս մինչև 3 ամիս կտևի, սա մինչև մի քանի օր հետո դեր ազգականը իր ծանրոցը կստանա Հայաստանում օդանավի միջոցով կհասնի այնտեղ։ Ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը։ Եթե դուք մեկ բնակարանում եք, որ միջատներ կան, պահարանը բացում եք, տեսնում եք միջատները վազվզում են, կամ մի բան եք դրել միջատներն եկեն դավատվեն են, մրջուն կա, մուկ կա եւ բոլոր դրանք այդպես չպիտի լինի, դուք վարձեր եք պետք է բնակելի լինի այդ ինչ որ տարածքը որ վարձերն եք, եթե այդպես խնդրեմ կա զանգարեք, դուք ոչինչ չեք վճարում, իրեն հետ խորհրդակցեք, եթե ինքը կարողանա ձեր բնակարանի, ապարտմանի տիրոջից գումար վերցնի, հետո կվճարեք իրեն, ուրեմն անպայման խորհրդակցեք։ Դոկտոր Գոր Բարսեղյան եւ Մահտեսյանն են հովանավորում ծրագիրը, երկու ատամնաբույժներ են, Ալիվ եւ Գլենոքս փողոցի հատման կետում է, եթե ատամի հետ խնդրեմ ունեք, պրոթեզ պիտի տեղադրեք, ատամի հետ խնդիրներ ունեք, ցավ ունեք, արյունոսություններ, բոլոր այդ հարցերով զանգարեք։ Vivaldi venues եւ catering հովանավորում են ծրագիրը, 3 սրահներ ունեն, 120, 150, 300 հոգանոց կամ տարողությամբ հեռախոսը համարն եք տեսնում այստեղ եւ ամեն օր ճաշ են առաջարկում երեխաների համար, խնջույք եք կազմակերպում 10-ից 12 երեխայի համար, ամեն ինչ բերելու են ձեզ ուտելիքներ, այսինքն $150, չափահասների համար $300, 10-ից 12 հոգու համար կվերադառնա։ Ամերիկայի եւ աշխարհի երևի ամենաճանաչված համալսարանը Հարվարդ համալսարանն է, որ շատ խոշոր համալսարան է Մասաչուսեթ նահանգում, Բոստոնի շրջանում, այս համալսարանն է եւ բոլորի երազանքն է, որ այդտեղ լինեն, այդ համալսարանը կարողանան ավարտեն։ Ամենայն դեպս նախագահ
Թրամփը ասում է, որովհետև Հարվարդը հրեա աշակերտներին ուշադրություն չի դարձնում եւ դժվարություն է լինում հրեա աշակերտների մոտ այդ համալսարանում, որովհետև բողոքի ցույցեր էր կատարվում Գազային վերաբերյալ, ուրեմն իրենք վախենում են կամ մտահոգված են, ուրեմն գումարը չի տալու Հարվարդին, տարեկան կառավարությունից գումար է ստանում համալսարան, ինչպես ուրիշ համալսարաններ եւ 2.2 բիլիոն ինչ որ այս համալսարանին պիտի տրամադրվեր, նախագահ Թրամփը թույլ չի տալիս, որ տրամադրեն եւ հետո մեկ ուրիշ պետք է վճարեն, մեկ ուրիշ 1 բիլիոն նա էլ չի վճարում, չի թույլ տալիս, որ վճարեն Հարվարդին, մինչև այն ժամանակ, որ հրեա աշակերտները ապահովված չեն։ Հարվարդը այս ճնշումների տակ, օրինակ իսլամական դասավանդումներ կար, պրոֆեսորներ կար, դրանք բոլորը դադարեցրեց, երբ որ այսպես մտահոգություններ ասացին, արտահայտվեցին։ Իսկ հիմա Հարվարդի ղեկավար դիրեկտորը, այսինքն գլխավոր տեսուչը Հարվարդ համալսարանի դատ է բացառել, որ այդ գումարը չեն կարող այս հարցերի վրա կան համալսարանին ճնշեն, որովհետև համալսարանը ազատ բեմ է ըստ Ամերիկայի այս օրենքի համեմատ, այսինքն առաջին հավելումը First Amendment այս երկրի, այս է որ խոսքի ազատությունը պետք է թույլ տրվի։ Մեկին սպառնալը, մեկին ծեծելը, վնաս հասցնելը, վախեցնելը դրանք արգելված է իհարկե, բայց անձը կարող է արտահայտվի, հիմա հրեայի դեմ կլինի, Թրամփի դեմ կլինի, որևէ մարդու դեմ կարող են ազատ արտահայտվեն։ Գազայի վերաբերյալ օրինակ արտահայտվում են, որ այնտեղ Իսրայելը ռմբակոծում է, սպանություն է տեղի ունենում, որ ամեն օր Իսրայելը Գազան ռմբակոծում է։ Վերջին ժամանակ նախքան Բայդենը հեռանար, արդեն դա զորքը նաև մասամբ դուրս էին հանել Գազայից։ Իսկ երբ Թրամփը ընտրվեց, ասաց, որ բանդարկյալներին ազատեք, որ թվում է 25-ից 59 իսրայելցի ինչ որ պաղեստինցի տարերն էին Գազայում եւ բանդարկված են, դեռ ողջ են դրանք։ Եվ Թրամփը երբ որ նախագահ դարձավ, ասաց դրանց ազատեք, հենց ժամանակ տվեց մինչև շաբաթ օր։ Ինքը երեքշաբթի ընտրվեց, ասաց մինչև շաբաթ ազատեք, թե ոչ Իսրայելը ինչ ուզի կարող է անի այդ տարածքում եւ այսպես է Իսրայելի ամեն օր ռմբակոծում է 17-ից 100 հոգու ռմբակոծելով սպանում է Իսրայելը Գազայի տարածքում։ Եվ այս հարցն է, որ պատճառ դարձավ համալսարաններում խոշոր բողոքներ տեղի ունենա։ Եվ այդ բողոքների հետևանքով Իսրայել, այսինքն հրեա աշակերտները մտահոգված էին։ Հիմա Թրամփը ճնշում է բանացնում, որ anti-Semitic, ուրեմն հակահրեական արտահայտություն չպիտի լինի համալսարանի մեջ, եւ այսպես պահանջներ ունի, որ դա կարևոր հարցն է եւ գումարը չի վճարում 2.2 բիլիոն ասացի federal funding չի հանձնում ինքը Հարվարդը հարուստ համալսարանի 53 բիլիոն տեր ունի եւ հետո ասել որ DEI պետք է ծրագիրը որ բոլորին միահավասար նայեն դա տղամարդ կին միասեռական եւ այլն բոլորը պետք է այդպես միահավասար տեսնել իրենց կամ չճնշել եւ ընդունելության փոփոխություն պիտի բերի որ ով պիտի այդ համասարանը գնա եւ վարձելը այսինքն մեկը որ Հարվարդում աշխատի դրա փոփոխություն բերի այսինքն միցև լինի որ հակահրեա անձ չկարողանա այդտեղ լինի կոնտրոլ անի կառավարությունը տեսնում եք anti-Semitism այսինքն հակահրեական բոլորը եկավ այս հարցի վրա որ հակահրեական որևէ աշխատանք տեղի չունենա սա Թրամփի ցանկությունն է իսկ Սպիտակ տունը ասում է որ նախագահ Թրամփը
բոլոր աշակերտների համար է մտահոգված եւ որ ապահով լինի քեմփասը, տարածքը, որովհետեւ ցախակողմյան left wing universities համասարանները չեն պաշտպանում իրավունքները, բայց ասացի բոլորը քիչ առաջ տեսակ բոլորը հрьяաներին կապող հարցի վրա է ինչ որ Թրամփ այսպես ճնշում է բանացնում այս համասարանի եւ որոշ ուրիշ համասարանների վրա։ Ես ուզում եմ անցնել առաջ ու ցույց ցույց տալ հրդեհ խոշոր հրդեհներ տեղի ունեցավ Նյու Ջերսի, անցնենք առաջ Նյու Ջերսի նահանգում, այսպես տեսնում եք, բարեբախտաբար այս հրդեհները թեև շատ մեծ տարածքներ հրդեհվել են, բնակարաններ մինչև այն ժամանակ որ ես պատրաստվում եմ ծրագիրը ներկայացնեմ ցես ծառերը հրդեհվել են, անտառներ հրդեհվել են, բնակարան չի հրդեհվել եւ մարդիկ մեկը չի մահացել այս հրդեհի հետևանքով, որ հրդեհը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտ տեղի է ունենում եւ հիմա աշխատում են հրդեհը կոնտրոլի տակ բերել եւ այսպես տեսնում եք նաեւ մարդիկ անձամբ իրենց տարածք աշխատում են տեսնում եք անտառն է հրդեհվում եւ ամեն մեկ այդ պոցը կամ կրակը կարող է 1 մայլս գնա, այսինքն կիլոմետրներ գնա եւ ուրիշ տարածք հրդեհի այստեղ տեսնում եք ամենայն դեպս դա Նյու Ջերսիում տեղի ունեցող էր, որ մասամբ կարող է Նյու Յորքն էլ մտահոգված են դժվարություն չունի։ Ես ուզում եմ խոսել Real ID-ի մասին։ ID ինչ որ ներկայացնում եք մայիսի 7-ից հետո, եթե պետք է օդանավով ճամփորդեք, ամեն օր 2 միլիոնից ավել մարդ ճամփորդում է օդանավով եւ 19% դե Real ID չունեն։ Real ID-ն կառավարությունն է, այսինքն DMV-ից եք վերցնում, բայց կառավարության նոր օրենքով օժտված ID, այսինքն ինչ որ դուք ունեք, կամ ID ունեք, կամ driver's license ունեք, միցև են դարձրել, որ կեղծելը, փոխելը շատ դժվար է լինելու։ Եվ սա 2001 թվից, երբ որ հարձակումը տեղի ունեցավ Նյու Յորքի վրա եւ այդ մոտարապես Նյու Յորքում եւ նաեւ Վաշինգտոնում 2992 հոգի, 3000 հոգի մահացան, ասացին, որ սովորական ID-ն, որովհետև հեշտ է կեղծելը, սրանից հետո օդանապաշտպանելը չի լինի։ Նախապես ասացին 3 տարի հետո տեսան շատ դժվար է միլիոնավոր մարդու համար կարողանան նոր ID։ Հետո մի 3 տարի, այսպես պատկերացրեք 2001-ից մինչև հիմա 2025 թիվն է 24 տարի տևն է, որտեղ ասեն են, որ սա վերջին ժամկետն է, այս գալիքամիս վերջին ժամկետն է, որ եթե ուզում եք օդանավով ճամփորդեք, պետք է այդ Real ID-ն ունենաք, թե ոչ, պետք է ուրիշ ID ունենա, օրինակ փասպորտը կարող եք ձեր հետ տանել օդանավը նստելիս, հիմա դուք երբ որ արտասահման եք գնում, անպայման փասպորտ պետք ունեք, բայց Ամերիկայի մեջ ճամփորդելը, որ ասացի օրը 2-ից մինչև 2.5 միլիոն մարդ ճամփորդում է այս երկրում, փասպորտ կարիք չունեն, ID-ով կարող են գնալ։ Հիմա ես այստեղ ցուցադրեմ Real ID-ի պատկերը, երևի ցեզանից ոմանք ունեն, կամ Real այդ driver's license-ը փոխված է, տարբեր է, պահանջում են, որ անպայման անձը ունենա Real ID, տեսնում եք այստեղ մայիսի 7-ը վերջին օրն է, որ անձը ուրիշ հին driver's license եւ այլն կարող է ցուցադրի, կամ passport, կամ Real ID։ Real ID հիմա պահանջելու են մայիսի 7-ից հետո,
տեսնում եք ամեն տեղ էլ գրված էր որոշ նահանգներում 17% դեռ չեն առել, որոշ նահանգ 27%, ընդհանուր Ամերիկայում 19%։ Հիմա այստեղ տեսնում եք Կալիֆոռնիային եք տեսնում driver's license կամ ID-ն, եթե վերցնեք, աճ բարձունքում արջն է, որ այդտեղ է եւ պատկերը մասամբ նույնն է, շատ չի տարբերում։ Այստեղ Վաշինգտոն նահանգին է տեսնում եք, ինչպես է 19% մինչև հիմա դեռ չեն վերցրել իրենց, ասացի, իրենց real ID-ն չեն վերցրել, որ կազմում է մոտավորապես 400,000 մարդ դեռ real ID չունի։ Մայիսի 7-ը կրկնում եմ վերջին ժամկետն է, որ կարող եք real ID վերցնել։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից մեկ SUV ցույց տամ ձեզ, երբ որ շշվում է, հետո Սիմոն Բայլի մասին խոսեմ, YouTube-ը 20 տարեկան եղավ այսօր, ծրագիրը հովանավորում է M&M Liquor եւ Market-ն է հովանավորում ծրագիրը։ M&M Liquor Market գտնվում է 1951 West Glenox փողոցի վրա է գտնվում, այնտեղ կգտնեք տարատեսակ խմիչքներ եւ խիստ գինը զեղչված է հիմա M&M այցելեք Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը Hollywood Piano-ն ամենախոշոր դաշնամուրի խանութն է Կալիֆոռնիայում եւ երևի Ամերիկայում նաեւ այսպես գնացեք կարող եք տեսնել Pasadena-ում երկու հարկի մեջ հարյուրավոր դաշնամուր է այնտեղ տրված որ կարող եք գնալ կամ վարձեք Raffi's Market-ն է հովանավորում ծրագիրը։ Raffi's Market-ը Բրբանքում է Գլենդելի արևանության իրենք պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու։ Court Furniture հովանավորում է ծրագիրը։ Court Furniture-ը ամենախոշոր furniture խանութն է Ամերիկայում, եթե բոլոր խանութները նկատի առեք, որ 100 մոտավորապես 100 խանութ ունի։ Բիլիոնատերի է պատկանում, որ իր փոքրիկ բիզնեսը այդ 100 խանութն է այնտեղ նոր մատրես եթե պիտի գնեք անպայման այցելեք որտեղ գիները խիստ զեղչված գիներ են որտեղ մեծ վաճառք ունեն շատ եւ նաեւ գրասեղան սեղան աթոռներ գնելիս այստեղ այցելեք Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսում bankruptcy պիտի ֆայլ անեք ավտովթար եք ունեցել accident եք արել այստեղ զանգարեք ձեզ մոտ ունեցեք հեռախոսը համարը խորհրդակցելու համար կվերադառնա Kansas City-ում այս դեպքը տեղի ունեցավ անցնենք առաջ եւ տեսնեք մի մեքենա freeway-ից այսինքն տեսնում եք highway-ից այդպես դուրս է ընկնում եւ լրիվ շրջվում է տեսեք ինչպես է շրջվում Զարմանալիորեն բարեբախտաբար վարորդը կարողանում է մեքենայից առանց վնասներ կրելու մեքենայի միջից դուրս գա եւ հետո իրեն օգնում են իհարկե Սիմոն Բայլ ամենաճանաչված ջիմնաստն է, սա ջիմնաստը, որ որևէ այդպես ջիմնաստ այսքան մեդալների չի արժանացել իր այդ մրցակցության կյանքի հատվածում այդքան չի ունեցել։ Հիմա այս աղջիկն շարունակենք ասում է չգիտի որ 2028-ին որ Լոս Անջելեսում պիտի տեղի ունենա սա Ամերիկայի է կկարողանա մասնակցի թե ոչ որ իրեն նրանք որ հավանում սիրում են եւ գնահատում են մտահոգ են ցանկությունն իրենց որ ինքը կարողանա 2028-ին նորից մեդալներ շահի Ամերիկայի համար։ Ես ուզում եմ խոսել նաև 20 տարի սրանից առաջ ինտերնետը մի քանի տարիներ գոյություն ուներ մի կամփնի եկավ եւ YouTube, որը մարդիկ կարող են վիդեոներ տեղադրեն այդ YouTube-ի մեջ եւ հանկարծ դարձավ երկրորդ ամենակարևոր այսպես այդ social media-ի կամ ինտերնետի միջոցով դառնալ մեծ ընկերություն, որ 20 բիլիոն հիմա վիդեո են տեղադրում։ Ես ուզում եմ ցույց տալ
սկիզբը այս վիդեոներով այս տղան գնացել փիղերի առջև 19 վայրկյան տեղադրում է ու այդտեղից հանկարծ Gangnam Style այն վերևը բարձունքում տեսնում եք ուրիշ վիդեոներ այսպես տեսնում եք եւ ամենաշատ տարածված վիդեոն որ միլիոնավոր մարդ երևի դիտեն է տեսնում եք այստեղ Mommy shark do 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 mommy shark do 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 mommy shark do 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 mommy shark Ես պիտի դադարվեցնեմ, երբ վերադառնամ դադարից Ուկրաինայի մասին պիտի խոսեմ, նրանից հետո Սենեթի Ռիչարդ Դորբինի մասին պիտի խոսեմ, ծրագիրը հովանավորում է Նաղաշ լավաշն է հովանավորում ծրագիրը։ Նպարատուն է կնում այս տեսակը վերջեք, Նաղաշ լավաշ, որ բոլոր նպարատներում կա, եթե չկա, ասացեք այս տեսակը բերեն։ Դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիր, եթե ձեր թաթի տակ, թաթի վրա, ոտքի վրա վերք է լինում Եվ քայլում եք շնչասպառ եք լինում, զանգարեք այս հեռախոս համարին։ Իր գրասենյակները գտնվում են Orange County, Commerce, Encino, Glendale։ Այդտեղ կարող եք Glendale-ում 616 East Colorado փողոցի վրա է գտնվում։ Պարոն Էդվարդն է հովանավորում ծրագիրը, եթե բիզնես ունեք, ուզում եք վաճառեք, էլ չեք ուզում շարունակեք, հոգնեք կամ ուզում եք նոր բիզնես սկսեք, Զանգարեք այս հեռախոս համարին իր հետ խորհրդակցեք կվերադառ։ Նախագահ Թրամփ եւ փոխնախագահ Վանսը Ուկրաինային ասում են, որ խաղաղության դաշինքը կնքի։ Հենց այսպես որտեղ որ կան մասամբ այսպես է լինելու, որ Ռուսաստանը ինչ որ 20%, եթե ցուցադրեն 20% տարածքը գրավեն համաձայնության կան խաղաղության դաշինք կնքեն։ Նախագահ Թրամփը ասում է կամ կարող է այդ ստորագրի այդ համաձայնության կա կամ թե չէ նորից պատերազմը շարունակի եւ ավել տարածքներ կորցնի։ Այստեղ տեսնում եք Զելենսկին որ համաձայն չի այս որ ընդունի որ այդ տարածքները չի պատկանում էլ ռուսներին է պատկանում։ Նույնը կրկնում է Վանս Ամերիկայի փոխնախագահը, որ ասում է թե ոչ մենք այս թողնելու ենք, հեռանալու ենք, այսինքն Ուկրաինային որևէ օգնություն չեն տալու, եթե չընդունի խաղաղության դաշինք կնքվի ռուսների հետ։ Ես ուզում եմ շարունակել Սենեթոր Ռիչարդ Դորբին անունով 80 տարեկան է դարձել, ասում է որ իր նստաշրջանը պետք է ավարտվի հաջորդ տարի նոյեմբերին, ասում է իր տեխնազությունը էլ չի տնելու այնտեղ 14 տարի ներկայացների տան անդամ էր նրանից հետո 5 նստաշրջան 30 տարի, այսինքն մյուս տարի 30 տարին կավարտի, որ Սենեթի անդամ եղել հենց հիմա եւ երկար տարիները 2005 թվից ինքը երկրորդ կարևոր սենեթերն է դեմոկրատների ղեկավարության սենեթի ղեկավարների երկրորդ անձն է այդ դիրքում է եւ շատ մոտիկ եղել հայերին նաեւ իսկ նաեւ ինքն էր որ խրախուսեց Իլինոյ նահանգից է ինքը հայեր շատ կան Իլինոյ ինքն էր խրախուսեց Օբամային որ իր տեխնացությունը տնի դառնա սենեթեր եւ երբ որ դարձավ իրեն օգնեց եւ խրախուսեց որ տեխնացությունը տնի եւ դառնա Ամերիկայի նախագահական տեխնացու դառնա եւ կարողացավ ընտրվել եւ Օբաման մեծ հարգանք ուներ Ռիչարդ Դորբենի մասին որ ասացի հայերի հետ էլ հաճախ մոտիկ հարաբերություն է ունեցել միշտ հայոց ցեղասպանությանը միշտ թեւոթիկունք է կանգնել եւ հիմա թողնելու է հեռանալու է եւ այսպես տեսնում եք մեկ ուրիշ մոտիկ բարեկամ ինչ որ ունենք սենեթում նրա նաեւ չպիտի ունենանք ես պիտի դադարվեցնեմ երբ վերադառնամ դադարից Հռոմի Պապի մասին խոսեմ որ ինչ էր սիրում ուտել իսկ ծրագիրը հովանավորում է ջակփաթ հովանավորում է ծրագիրը ջակփաթ գտնում է Թահանգա քաղաքում եթե կոշիկ զույգը $5 է ընդամենը, որևէ մեկը իր զույգի հետ $5, սա $5 զույգի է, տեսնում եք այսպես, կամ հագուստ կարող եք վերցնեք ընդամենը $5-ով այսպես, նամանավանդ եթե Հայաստան պիտի ղրկեք։
Սոնաֆե տարեցների կենտրոնն է ովանավորում ծրագիր, իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, Սալյանդ քաղաքում է, բայց իրենք բասով ձեզ կտանեն ու կվերադարձնեն։ Փոփ Ֆրանսիս ամեն տարի իր տարեդարձի առիթով շարունակենք քեքեր էր առաջարկում, տանում էր եւ բաժանում էր աղքատների համար իր տարեդարձին, ահա այս աշխատանքը կատարում էր, այսպես տեսնում եք, ինքը նաև սիրում էր ժելատո ուտելու, սա աղքատների համար է, որ այս տուփերի մեջ տարբեր թխվածքներ առաջարկում էր այդ խանութը, ինչ որ տեսնում էիք, փոքրիկ տանեն 300-ից ավել, եւ սա այն ժելատոն կամ պաղպաղակն է, ինչ որ սիրում էր, գնում էր այդ խանութը այդ վերցնելու համար, ինչ որ տեսնում եք, ահա այսպես Փոփ Ֆրանսիս, որը մահացավ երկուշաբթի առավոտ։ Ծրագիր եկավ իր ավարտին, ձեզ կհանդիպեմ վաղը, մինչ նոր հանդիպում։